Ողջույն բարեկամներ, այսօրվա մեր դասն է Unit 2A, Numerals, թվականներ։ Թվականները լինում են քանակական և դասական։ Քանակական, այսինքն ցույց է տալիս քանակը 1, 2, 3, 4 և այլն այսպես շարունակ։ Երբ քանակական թվական ուզում ենք դասական դարձնել, պետք է նրան ավելացնենք TH վերջավորությունը, բայց մինչ այդ եկեք խոսենք քանակական թվականների մասին, ինչպես են կազմում քանակական թվականները, այնուհետև կանցնենք նաև դասականին։ Ուրեմն այս պարզ քանակական թվականները, միավորները մինչև 10 նայում ենք պարզ են, պետք է երբեմն ածանցների միջոցով դարձնել տասնյակներ և տասնավորներ, որոնք են տասնյակները և որոնք են տասնավորները։ Տասնյակ 20, 30, 40, 50 և այլն 10 բարձրանում է, չէ՞, տասնյակ, իսկ տասնավորներ թին է ավելանում 11, հայերենն եմ ասում, 12, 13, հայերենում 11-ից սկսում է մինչև 19 տասնավորները, 11, 12, 13, այսպես մինչև 19, անգլերենում սկսում է 13-ից, 11, 12-ը այս կանոնին չեն վերաբերում, թին չի ավելանում, 13-ից սկսած 13, 14, 15 մինչև 19, ուրեմն տասնավոր երբ թին է ավելանում, երկույով, տասնյակ երբ TY ավելանում։ Հիմա այս երկու վանդակները ասացինք, հիմա TH ավելանում է, երբ է ավելանում TH, երբ քանակական թվականը դառնում է դասական թվական։ Նորից նայում եք 1, 2, 3-ը այստեղ չկա քանակական թվականներում, 1, 2, 3-ի կառուցվածքը այլ ձև է լինում։ Հիմա սկսենք 4-ից։ 4 ավելացրինք TH և ստացեց fourth։ Նայում ենք առանց տառերի փոփոխության, ոչ մի փոփոխություն չկա 4 թվականի մեջ 4 fourth։ Միայն այն տարբերությամբ պետք է ասենք, որ դասական թվականների սկզբից պետք է ասենք the fourth, որոշիչ TH-ն է ավելանում, the, այստեղ the fourth, the fifth, the sixth և այլն։ Լավ, հիմա ուրեմն 4-ը ասացինք for the fourth, 5 the fifth, ուշադրություն դարձրեք, այստեղ փոփոխություն եղավ տառի, 5 ավարտվեց համր ի տառով, որի պատճառով մենք 5 ենք բացվանք ստացում և այդ տառը կարդում ենք այնպես, ինչպես այբուբենում էր 5, հիմա ի տառը կընկնի և արդեն բացվանք չի լինի, կդառնա փակվանք և կկարդանք five, բայց երբ կհասնի այստեղ երկրորդ վանդակ, որպեսզի դառնա TH ավելանա դառնա դասական թվական, այս V-ն կփոխվի F-ի և կկարդանք fifth, F, ոչ թե V, այլ F, V-ն փոխվեց F-ի, այսինքն մեկ բառում երկու փոփոխություն in ընկավ, V-ն փոխվեց F-ի և TH ավելացավ, 6-ը նույնն է, 6, 6-րդ, 6, sixth, 7, seventh, 8, այստեղ փոփոխություն պետք է լինի, 8 ավարտում է T տառով և TH-ը պետք է ավելացնենք, եթե TH-ը ավելացնենք և այստեղ էլ T կա, կստացվի երկու T, մեկը 8-ի T-ն, մյուսն էլ TH-ին, որպեսզի երկու T չլինի, մեկը կրճատվում է և ստացվում է 8, the 8, 9 in ընկավ, մնաց 9 և TH-ը ավելացավ, ninth, 10, 10th, նույնն է, 11, 11th, նույնն է, TH ավելացավ, 12, in ընկավ, V-ն փոխվեց F-ի, 12th, 13-ը, նույնը կմնա, 13, այս թինն է տասնավորների, 13, 13th, և շարունակում է այսպես մինչև 19, նույն ձևով, նույն կառուցվածքով, հասանք 20-ին։ Եթե նայում եք այստեղ թիներ, թին երկու իով, տասնավոր, հիմա տասնյակների շարքն է սկսում 20, 30, 40 և այլն։ Ավարտվեց Y տառով, ինչ է տեղի ունենում, երբ թվականը վերջանում է Y տառով, այս դեպքում դասական կազմելու համար Y տառը կփոխվի կետով I տառի, ինքը կընկնի, I տառը կմտնի այստեղ և TH ավելացնելուց առաջ, որ անպայման պետք է ավելացնենք, իրենից առաջ արհեստականորեն կմտնի այստեղ I տառը և կկարդանք the 20th, եթե վերևում անմիջապես ասում ենք 11th-ից հետո th, այստեղ eth ենք ասելու, the 30th, the 40th, հետո նույնը 50th, 60th և այլն, որտև
y-ով է ավարտում, իսկ եթե ենթադրենք ավարտվեց ոչ թե միայն կլոր 40, 50 եւ այլն, 44 ենթադրենք, ինչ ենք անում, ինչպես ենք ավելացնելու որ բառին, առաջին թե երկրորդ գծիկով է գրվում, երկրորդ բառն ենք ավելացնում, 40-ը կմնա նույնը, 4-ին կավելացրենք th, ինչպես վերևում 4 ավելացավ, th-ը նույնն էլ կգրենք, ուրեմն the 44th գծիկով, 50-ը ասացի 50th եւ այսպես մնացած թվականները։ Ինչպես ենք կարդում տարեթվերը եւ ամսաթվերը։ Հայերենում ասում ենք հունիսի 20-ն է, հունիսի 5-ն է, մայիսի 6-ն է եւ այլն։ Ամիսը ասում ենք եւ քանակական թվական այս առաջին շարքից։ Անգլերենում կազմում են դասական թվականով այս երկրորդ շարքով։ June 9th 1993 June 9th 1993 Հիմա թվաբանական գործողությունները Plus, plus, minus, minus Բազմապատկում ասում ենք multiple բառն է, ուրեմն բազմապատկած multiplied by divided by բաժանելը multiplied by divided by այս ես արագացրած ասեցի հաջորդ գործողությունը եւ հավասար է is equal այստեղ հավասար մանուշանը տեսնում եք դրա փոխարեն ասում ենք is equal to Հիմա կարդանք թվերը քանակական այնուհետև դարձնենք դասական 3 3 պետք է դարձնենք երրորդ third 13 13 the 30th 40 40th 14 14 the 14th 8 8 the 8th 1 տեսնեք հիմա պետք է կարդամ first 1-ը դառավ first 11 the 11th 55 55th 6 6th 10 10th 21 21 21st 88 88 88th 90 90 90th 4 4th 7 7th 100 100th 103rd հաջորդը 1 միլիոն 1 million 1 millionth 343 343 կդառնա 343rd 10,000 3-ը 10,000 and third կդառնա 1,000 1,000th 88,000 88,600th Հաջորդը օրինակը տրված է ինչպես դասական քանակական թվականը դարձնել դասական թվական նայում ենք lesson 1 դաս 1 պետք է ասենք առաջին դաս մաս 13 պետք է ասենք 13-րդ մաս age 338 պետք է ասենք 338-րդ age եւ նույն ձևով մնացածները Lesson 2 the second lesson part 13 the 13th part page 338 the 338th page book 4 the fourth book lesson 49 the 14th lesson part 21 the 21st part page 80 the 80th page lesson 31 lesson the 31st lesson
book 6, the 6th book. Part 44, the 44th part. Page 100, the 100th page. Lesson 8, the 8th lesson. Թվաբանական գործողություններն են կատարում, վարություն 3. 18 plus 3 is equal to 21. 38 minus 18 is equal to 20. 14 minus 6 is equal to 8. 3 plus 13 is equal to 16. 15 divided by 15 divided by եւ բաժանման եւ բազմապատկման դեպքում երկու դեպքում էլ ասել ենք by divided by multiplied by 60 divided by 10 is equal to 6. 4 multiplied by 4 is equal to 16. 1000 plus 30 is 1030. 100 minus 60 is equal to 40. Չորրորդ վարժություն տրված է փակագծի մեջ ածական։ Այս տրված ածականները փակագծի միջի պետք է մենք ներքև վարչության մեջ դարձնենք համեմատական եւ գերադրական աստիճան։ Եվ վերևում, որ ասացի 1, 2, 3 թվականները գրված չկա, թե ինչպես են դառնում դասական թվական, այստեղ այս վարության միջոցով արդեն մենք կսովորենք։ Ուրեմն նայում ենք, առաջին ասել ենք first, 1, առաջին 2 քանակական թվականները 1, 2, 3, քանակականը կդառնա դասական, 1-ը first, առաջին, 2-ը կդառնա երկրորդ second, 3-ը 3 կդառնա third։ Նայեք վերջավորություններին, եթե վերևում ասացի, որ դասական թվական դառնալու համար պետք է th վերջավորություն ավելանա, տեսնում եք առաջինը st ավելացավ, որ նման չէր նրան, երկրորդը nd ավելացավ, երրորդը rd ավելացավ, առաջին, երկրորդ, երրորդ։ Հիմա կատարենք վարությունը ըստ օրինակի։ Գրված է, նախ տրված է նախադասությունը, որը մենք պետք է 3 ձևով փոխենք։ There are 3 women in the room. Սենյակում 3 կին կա, փակագծում գեղեցիկ։ Գեղեցիկ ածականը բազմավանկ ածական է, համեմատական աստիճանում կլինի more beautiful, գերադրականում կլինի most beautiful, the most beautiful։ Ուրեմն կազմում ենք the first woman is beautiful, առաջին նախադասությունը սա է, հաստատական դրական աստիճանը։ The second woman is more beautiful, երկրորդ կինը ավելի գեղեցիկ է։ The third woman is the most beautiful, երրորդ կինը ամենագեղեցիկն է։ Հիմա այս օրինակով կազմում ենք այս 4 նախադասությունները։ Ամեն անգամ կարող եք նայել այս 3 օրինակներին, ամեն նախադասություն, այսպես ամեն նախադասություն, ոնց որ նախադասություն տրված է եւ 3 անգամ փոխել եք։ Հիմա նախադասությունը կարդալու ենք եւ նայելու ենք այստեղ այս օրինակով անենք։ There are 3 questions on the blackboard. Փակագծում difficult, ածականն է, որը բազմավանկ է։ There are 3 questions on the blackboard. Գրատախտակի վրա 3 նախադասություն կա։ Պետք է ասենք առաջին նախադասությունը դժվար է, երկրորդ նախադասությունը ավելի դժվար է, երրորդ նախադասությունը ամենադժվարն է։ Այս մի նախադասությունը այդպես 3 անգամ պետք է փոխենք։ Հիմա difficult եւ question բառը։ The first woman-ի փոխարեն գրել են question. The first question is difficult. The second question is more difficult. The third question is the most difficult. Այս առաջին նախադասությունը վերջացրինք։ Երկրորդ նախադասությունը There are 3 books on the shelf. Գրադարակի վրա կա 3 գիրք։
պետք է ասենք առաջին գիրքը օգտակար է, երկրորդը ավելի օգտակար է, երրորդը ամենաօգտակարն է։ Հիմա useful բազմավանկ արձական է։ The first book is useful. The second book is more useful. The third book is the most useful. Երրորդ նախադասությունը նույնպես արձականը բազմավանկ է, փակագծի մեջ careful, հոգատար, ուշադիր։ There are 3 students in the classroom. Դասասենյակում 3 ուսանող կա։ Առաջինը ուշադիր է, երկրորդը ավելի ուշադիր է, երրորդը ամենաուշադիրն է։ The first student is, այստեղ the first student կասենք is careful. The second student is more careful. The third student is the most careful. Չորրորդ նախադասության արձականը միավանկ է, նայում ենք փակագծի մեջ, միավանկ արձականների համեմատության աստիճանները հիշում ենք ինչպես ենք ասում, համեմատականը ER, գերադրականը EST վերջավորությունները։ There are 3 hats on the table. Սեղանի վրա 3 գլխարկ կա, պետք է ասենք առաջին գլխարկը big մեծ է, երկրորդը ավելի մեծ է, երրորդը ամենամեծ է, ուրեմն big, bigger, the biggest. The first hat is big, the second hat is bigger, երկու G կդառնա, the third hat is the biggest. Կրկնեցինք եւ համեմատության աստիճանները եւ սովորեցինք 1-2 քանակական թվականները ինչպես են դառնում առաջին, երկրորդ, երրորդ, այսինքն դասական։ Հիմա պետք է լրացնենք բաց թողնված տառերը։ Առաջինը քանակական 4 թվականն է, 4 U տառն է բաց թողված, երկրորդը third, դասական third, երրորդ H տառն է բաց թողնված, երրորդը ninth, T հետո H տառն է բաց թողնված, 11th, երկու տառ է բաց թողված, առաջինը E, մյուսը N, հաջորդը 20th, 20-րդ W, երկրորդ տառը, մյուս բաց թողվածը I տառը կետով, հաջորդը 100 U և E, ռուսերեն E, և 12th W և F։ Ավարտեցինք Unit 2A քերականական դասը։ Goodbye.